հետևորդներ, կրկին եկել ենք Մղջան գյուղի այն հատվածը, որ ցանցապատ տարածք էր, այստեղ ինչպես տեսնում եք, սյուները կոտրված էր, հիմա արդեն մասնակի վերականգնել են, հիմա արդեն սեփականատիրոջ հետ փորձենք հասկանալ որն էր խնդիրը, ինչու այդպես պատահեց։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կպատմեք մեզ 1-2 բառով, թե որն էր խնդիրը եւ ինչ Աշխատողները պիտի գային հավաքեին, խաբեցին չեկան, մենք էլ չպատկերացրինք, որ ձյունը շուտ կգա, էլի տենց այդ աստիճանի տես կվնասի։ Այսինքն նախորոք մտադրություն ունեիք, որ պիտի հավաքեիք ցանցերը, ուղղակի աշխատողների խնդիր եղավ։ Եվ ոնց հասկացանք, բավականին մեծ կորուստ եք ունեցել։ 15 միլիոնի։ 15 միլիոն բսետկաներով, աշխատողով, տրուբեքով, ամբողջը կազմում է 15 միլիոն։ Իսկ հիմա ներկա պահին ինչ աշխատանքներ եք կատարում։ Հնարավորություն կա կրկին գոնե մասնակի վերականգնելու, ինչ աշխատանքների մեջ է այս պահին տարածքը։ Հիմա կեսային սյուները հավաքել ենք, իսկ վերևի սա կվադրատները չի օգտագործում, պիտի թափենք, նորից թազեն առնենք, բնենք։ Հա, ոնց հասկացա, նաև արևապաշտպան ցանցերն էլ մասնակի վնասվել են, որովհետև վնասվել են։ Հա, վերին հատվածում խնդիր կա։ Մնացել է ոնց հասկացանք այս երկու շարքը։ Իսկ սյուները ինչպես եք նորից հետ տեղադրելու, որովհետև այստեղ հատվածում եւ սկզբից եւ վերջնամասում այնտեղ բավականին հատված Սյուները նորից հանում ենք, դզում ենք, որը պետքա բիտոնը լցում ենք, այտենց սարքում ենք, էլի։ Հասկանալի է։ Եվ ինչպես հասկացանք, նաև չենք պատկերացնում, որ կարող էր այդ մասշտաբի ձյուն գալ այս տարի։ Ձյան մասշտաբներն էլ էին բավականին շատ։ Միևնույն ժամանակ նաև հասկացանք, որ արևապաշտպան ցանցերը շատ լավ պահում են ձյունից եւ կարողանում են շատ պինդ են, հա, ամրության առումով շատ պինդ են։ 5 տարի գարանտիա ունի։ Ոստը մենք ենք ճղել, որ բանի համար էլի, բանիչա, այդ որ ավելի շատ վնաս չտար, մենք ենք դες կտրտել։ Հասկանալի։ Թե չէ ինքը շատ Իսկ ինչ խտության են այս ցանցերը։ 35%։ 35%։ Հասկանալի։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Իսկ այս տարի, եթե աշխատանքները Աստծո կամքով ավարտեք, ինչ եք նախատեսում այս տարի դնել այստեղ։ Պամիդոր։ Աշնան համար։ Այո։ Շատ լավ։ Հուսով ենք առաջիկայում նույնպես կարողանանք գալ արդեն աշխատանքները երբ որ ավարտած կլինեք։ Եկեք, ուզեք շաբաթը մի անգամ եք։ Շնորհակալ ենք։ Հիմա մոտենամ դիմացից նաև նկարեմ։ Սիրելի հետևորդներ, դուք էլ տեսեք, թե ինչ վնասներ կարող եք կրել։ Բայց ոչ մեկին խոր չենք տա սարքի։ Ահա, ինչպես ասում է սեփականատերը, մենք խոր չենք ավելավար թե այդ փողը դնեն իրենց մոտ ծախսեն դժվար չանեն։ Իսկ ավելի նպատակահարմար չի, որ արդեն սրա վրա ջերմոցներ պատրաստեք, թե կոնստրուկցիան թույլ չի տալիս։ Չէ, թույլ կտա, որ սարքեն կտա, որ չէ։ Հասկանալի է։ Սիրելի հետևորդներ, մոտենամ, որպեսզի ավելի լավ մոտիկից կարողանաք տեսնել, արդեն ձյուն չկա, կառուն է, կարելի է մոտիկից էլ նաև մոտենալ, տեսնել, ինչպես հասկացաք, շատ մեծ վնասներ է կրել սեփականատերը։ Ես չգիտեմ սրա դեպքում պետությունը որևէ աջակցություն տրամադրում է գյուղացիների, թե չէ, քանի որ բնական աղետի հետևանքով է, ձյան հետևանքով է նման իրավիճակ ստեղծվել։ Եթե դուք գիտեք, կարող եք մեկնաբանությունների բաժնում գրել, հասկանանք ինչ կարող ենք անել եւ ինչ խորհուրդ կարող ենք տալ սեփականատիրոջը, որպեսզի հասկանա, թե ինչպես է այս խնդիրը փորձում լուծել, քանի որ ինչպես հասկացանք 15 միլիոնի վնաս է կրել։ Մնացել են վերջին երկու շարքերը եւ այստեղ մասնակի արդեն ամրացրել են, այսպես ասած, զոդման աշխատանքները կատարվել են։ Ամբողջը բազապես շատ անմխիթար վիճակում է։ Ես հիմա կգցեմ նաև տեսանյութին այս տարածքի արդեն նախորդ տարվա տեսանյութերից, որտեղ երևում են, թե ինչ մշակաբույսեր էին մշակում եւ ինչ տեսք ուներ ի սկզբանե։ Կարող եք տեսնել եւ հասկանալ ինչից հետո ինչ ենք ստացել։ Այսքանը, սիրելի հետևորդներ, իսկ դուք լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև հաջորդ տեսանյութերը, առաջիկայում սպասվում են ավելի ու ավելի հետաքրքիր տեսանյութեր։ Դե ինչ, կհանդիպենք։